խոսել են, սակայն Նարեկ Սամսոնյանը այս պահին վճռականություն ունի շարունակելու հացադուլը։ Մեզ մոտեցավ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարը։ Մենք նայեք որևէ բողոքի ստացել դեպի հետ կապված, բայց Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ իրականացվել են աշխատանքներ եւ մենք պատրաստ ենք 3 հոգի լիազորված անձ, եթե կա, ներս անցնենք մանրամասն քննարկենք, ինչա կատարվել։ Մենք ամենայն պատրաստականությամբ ձեզ կներկայացնենք դեպքի բոլոր հանգամանքները, որպեսզի դուք իրազեկ լինեք, թե ինչ տիպի ապօրինություններ են տեղի ունենում Նարեկ Սամսոնյանի նկատմամբ եւ ինչ հրատապություն ունի հարցը, որ մենք այսօր այստեղ ենք արձանագրելու, որ 11 օրվա լռությունը ամեն օրը մարդու կյանքից ամեն մի օր չի խլում, մի տարի է խլում։ Պաշտպանի հանրային կապերի պատասխանատուն Արթուր Ասլանյան։ Կարելի է մի քանի հարց։ Սակներեք ես ուղղակի իրազեկված չեմ այդ դեպքի մանրամասն։ Հարգելիներ, ես դրա համար նշեցի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որևէ դիմում բողոք չի ստացվել նշված դեպքի առնչությամբ, բայց այնուամենայնիվ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական կներեք նախաձեռնությամբ իրականացվել են աշխատանքներ։ Ես չեմ կարող, ես ոչ, ներողություն եմ խնդրում, ես քանի որ ինքս ինֆորմացիային չեմ տիրապետում, դրա համար ասում եմ, եթե հնարավոր է 3-4 անձ լիազորված ներս համենան եւ աշխատակազմում կներկայացվի։ Կներեք, եթե դուք որևէ փաստաթուղթ չեք պահանջել, կոնտակտի դուք չեք եկել այս մարդկանց հետ եւ ներողություն եմ խնդրում, ինչպես ընդամենը վարքյաններ առաջ ես նշեցի, որ չնայած դիմում բողոք չենք ստացել, բայց Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ իրականացվել են աշխատանքներ, դա է ենթադրում, որ աշխատանքներ տվյալ պարագայում նայեք, քանի որ ես ինքս անձամբ չեմ զբաղվում այդ աշխատանքով, ես մանրամասներին չեմ տիրապետում եւ չեմ կարող ներկայացնել։ Այդ նպատակով մենք հրավիրում ենք 3-4 հոգի լիազորված անձ, որպեսզի աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք որ իրազեկված են, այսինքն աշխատանքի մանրամասներից ներկայացնեն եւ նաեւ քննարկում անցկացնեն, թե ինչ կարելի է անել։ Կանկալում, որ եթե այս ակցիան չլիներ, դուք էլի շարունակելու եք լուր հետևել կողքից իրադարձություններին։ Տիկին Բադոյան, կներեք, ես 3-րդ անգամ կրկնեմ։ Իսկ չի ենթադրում Ախր դուք չեք լսում, Տիկին Բադոյան, ես ասում եմ, որ չնայած դիմում բողոք չենք ստացել, բայց այնուամենայնիվ աշխատանքներ իրականացվել է եւ այստեղ մեկ կարեւոր հանգամանք եւս կա, որ խոսքը գնում է նաեւ բժշկական գաղտնիքի մասին։ Դուք ինչպես եք կարծում, բժշկական գաղտնիքը պետք է հրապարակել։ Չէ, ձեր աշխատանքների մասին պետք է հրապարակել։ Դե ես էլ դրա համար ասում եմ։ Մանավանդ որ արձագանքելը ձեր պարտականությունն է։ Հարգելիներ, ես իմ առաջարկը արեցի, եթե 3-4 հոգի թույլ կտած շարունակել։ Ես միայն արձագանքեմ, որ աշխարհում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ընդունված պրակտիկա է, որ հրապարակային իրադարձություններին, որոնք ուղիղ առնչվում են մարդու կյանքին եւ առողջությանը եւ մարդու իրավունքների խախտմանը եւ դրա մասին բարձրաձայնվում է, Մարդու իրավունքների պաշտպանը լիազորություն ունի իր նախաձեռնությամբ գործընթաց սկսել, հետևել գործընթացին, տեղ հասցնել, զեկույցներ հրապարակել։ Ես լրացում եմ, եթե դուք աստղիկ չասեցիք, աստղիկ ջան, նայեք, ինչպես ես քիչ առաջ նշեցի, մենք իրար կարծես չենք լսում, էլի ուղղակի, հա, մենք նշում ենք, որ բողոք դիմում առնվազն չենք ստացել, հա, բայց մենք աշխատանքներ իրականացրել ենք, որոնց մանրամասների վերաբերյալ, այսինքն իմ առաջարկը կայանում է նրանում, որ հանդիպենք, քննարկենք, եթե համաձայն եք։ Իսկ այստեղ խորհրդանշական ակցիա էր իրականացվում, ինչու հավաքեցիք սնունդը, ում հրահանգով հավաքվեց այդ սնունդը։ Ժողովրդան անկեղծ չեմ տեսել ուղղակի, հա, չեմ կարող դա ասել։ Գիտեք, որ հացադուլ է հայտարարել եւ այստեղ խորհրդանշական ակցիա։ Արտիջան չեմ կարող պատասխանել։ Այս բանի չեմ կարող։ Մարդու իրավունք է այս բանի, որտեղ անդամ Ժողովուրդ ջան, եթե մենք հիմա խոսում ենք այսքան բուն ակցիայի նպատակի համար, ինչ նպատակով եկել եք, մենք հրավիրում ենք ներս, որպեսզի այն որ գործառնական Հարգելի գործընկերներ, շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք ինչպես ես մինչև Պարոն Ասլանյանի ներքևիչները ես իմ խոսքում արդեն ասել էի, որ եթե մեզ հրավիրեն ներս, մենք պատրաստ ենք բարձրանալ եւ դեպքի մանրամասները ներկայացնել, որովհետեւ մենք ունենք հրատապության խնդիր, մեր գործընկերոջին պաշտպանյալ Նարեկ Սամսոնյանի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում եւ ամեն րոպեն, ամեն ժամը նրա կյանքից մի քանի տարի է խլում։
Հարցը իսկապես հրատապություն ունի եւ մենք անելու ենք, ինչպես ասացի, մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի նրա կյանքի եւ առողջությանը սպառնացող վտանգը օր առաջ կանխվի եւ նա տեղափոխվի բուժհաստատություն։ Մեր առաջնային խնդիրը դա է, մենք հիմա մեր անձնակազմով կբարձրանանք եւ կզրուցենք, որից հետո նաեւ կտեղեկացնենք մանրամասների մասին ձեզ։ Շնորհակալություն շատ մեր ակցիան լուսաբանելու համար, մենք գնանք ներս, որից հետո արդեն կխոսենք, թե ինչ է տեղի ունեցել ներսում։ Շնորհակալություն։ Ժորժան մենակ մի բան էլի խնդրենք մասնան բան Սանչորս մյուսի հարգելի հետևորդներ, նշեմ, որ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակը Արթուր Ասլանյանը դուրս եկավ եւ Նարեկ Սամսոնյանի կնոջն առաջարկեց 3-4 լիազորված անձի հետ միասին ներս գնալ եւ արդեն մարդու իրավունքների պաշտպանի Անահիտ Մանասյանի հետ քննարկել բարձրաձայնված խնդիրը։ Հիշեցնենք, որ Արթուր Ասլանյանը նշեց, որ որևէ դիմում բողոք չեն ստացել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս հարցի առնչությամբ, սակայն ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ զանգվածային